Ազգային ժողովը շարունակեց տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Թեկնածուն ուժեղ Հայաստանից Դավիթ Ղազինյանն է։ Հերթական նիստը եւս զերծ չէր փոխադարձ մեղադրանքներից, թաքնված սպառնալիքներից։ Այս նիստում նաեւ պոեզիա կար։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի տալ վրան։ Մինչև Ռաֆայել Պատկանյանի այս բանաստեղծությունը մեջ բերելը պատգամավորը հեց նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարություններ հիշեցրել, թե թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ։ Ղազինյանը ժամանակին հեծում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Գարիկ Սարգսյանը նույն թքած ունենալու տրամաբանության մեջ էլ ներկայացրեց տարիներ առաջվա մի պատմություն, արդեն Ղազինյանի առնչությամբ։ 2022 թվականի հունվարին ինքը կատարում էր Վեդի համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ավականին դեռ ձևավորված չէր, բյուջե չունեին, անհրաժեշտ վճարումներն անելու համար։ Գրավոր դիմել է հեծ, որ ըմբռնումով մոտենան, խոստացել, որ մարտի 27-ի ավականու ընտրություններից հետո կվճարեն պարտքերը, բայց Դավիթ Ղազինյանը բանավոր հրահանգ է տվել Արարատի տեղամասի պետին հոսանքազրկել համայնքը, որն ունի 56,000 բնակչություն ու կազմված է 18 բնակավայրերից։ Խոսքը ոչ թե անհատ բաժանորդներին հոսանքազրկելու մասին է, այլ համայնքային կառույցները՝ դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան եւ այլն։ Այսինքն, եթե դու այդ ամբողջ շենքերը հոսանքազրկում ես, մի ամբողջ համայնք հոսանքազրկում ես, ինչ տարբերություն։ Մեր քաղաքացիները չեն կարող մեր վարչական շենքերում իրենց հասանելիք ծառայությունները ստանան։ Եվ բանավոր հրահանգ է գալիս, որ կապ չունի հոսանքազրկեք։ Ես դիմում եմ տարածքային փոխնախարարին էներգետիկայի գծով այն ժամանակ, խնդրում եմ, ասում եմ, մի հատ իրենց հետ խոսեք, ասեք, որ չի կարելի էլի նման բան անել, մենք անպայման ոչ փախանք համայնքով, կտանք այդ փողը։ Ու միայն դրանից հետո համայնքը չի հոսանքազրկվում։ Պարոն Ղազինյան, սա եւս մեկ դրվագ թքած ունենալու ցցուն օրինակ ձեր կողմից, ոչ թե միայն ձեր ղեկավարի կողմից։ Ես օրինակ ձեր տեղը լինեի, կբերեի եւ ձեր նամակը, եւ իմ պատասխանը, ասում եք բանավոր հրահանգել եք, իմ պատասխան նամակն ուրա։ Ես չունեմ այդ հնարավորությունը, վաղուց հեծի այսպես ասած դռները հաշվի առնելով այսպես նաեւ միգուցե ոչ իրավական, ես հեծում մուտք չունեմ արդեն 1 տարի, ձեզ ուղիղ առաջարկ եմ անում, ապահովեք հնարավորությունը հեծ, մուտքի հնարավորությունը եւ ես ձեզ կապացուցեմ, որ բազմաթիվ հարյուրավոր համայնքներ հենց տարվա սկզբին չունենալով հաստատած բյուջե, նախորդ տարվան արդեն սպառած եւ այլն եղել են շատ լուրջ մեր կողմից, այսպես ոնց ասեմ, լավություններ կամ խնդրանքները բավարարվել են։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում քաղաքացիական պայմանագիրը առաջադրեց Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր падգամավորները նրանից հետաքրքրվեցին օրինակ դպրոցների փակման մասին։ Անդրանիկ Գևորգյանն ասաց քարոզարշավի ժամանակ մարդիկ իրենց դիմում էին մտահոգությամբ, որ դպրոցները փակվելով գյուղերը կդատարկվեն։ Պատրաստ եք արդյոք սառեցնել այս գործողությունները, այս որոշումը, պատրաստ եք կանգնեցնել Հայաստանի Հանրապետությունում 229 դպրոցների փակման այս ծրագիրը, որը դուք անվանում եք դպրոցների օպտիմալացում կամ դպրոցների խոշորացում։ Գաբրիելյանն ասաց իրենց օրակարգում նոր դպրոցներ կառուցելն է, այն շենք շինությունների փոխարեն, որոնք դժվար է դպրոց անվանել, որտեղ չկան պայմաններ, որտեղ մի դասասենյակում սովորում են միանգամից 3 դասարանների աշակերտներ, ինչը կրթություն անվանելը դժվար է։ Իսկ գյուղերից արտագաղթ ըստ Գաբրիելյանի այդ դպրոցների գործելու պայմաններում էլ հենց եղել է։ Օրինակ Կիրանցում, որ նախորդ ընդդիմության հետ վիճում է, ասում էին դպրոց։ Գյուղապետարանի շենքում 2 հատ սենյակ էիք տվել, անունը դրել ենք դպրոց Ժողովուրդ ջան, այո, այդ դպրոցը քանդել են կամ փակել ենք, կառուցել են նորակառույց դպրոց։ Կառավարող ուժից Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ ընդդիմությունը տևական ժամանակ իրենց մեղադրում է եկեղեցու դեմ աշխատելու պատմությունը ուրանալու համար։ Այդուհանդերձ նույն իշխանությունը վերակառուցում եւ նորոգում է բազմաթիվ դարավոր եկեղեցիներու պատմամշակութային կոթողներ։ Այդ դեպքում ինչու է դա արվում, ինչու են բարեկարգվում պահեստների ու աղբանոցների վերացված շինությունները։ Մեղադրանքի ու իրականության հակասությունը շեշտադրեց Բաթոյանը։ Կառուցում ենք, որովհետեւ կարծում ենք, որ դա մեր ինքնության մասն է։ Այլ տարբերակ ուղղակի չկա։ Կառուցում ենք, որովհետև կարծում ենք, որ ամոթ է 21-րդ դարում
հայտարարել, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, մենք հավատավոր ժողովուրդ ենք, եւ հետո այդ խոսքը ասելուց հետո, երբ քո գործընկերներն են գալիս գործուղման Հայաստան, ասում են, հիշում ես, որ ասում էիր մենք առաջին քրիստոնյա բան, տանում ես ցույց ես տալիս մի տեղ, որը մեղմ ասած չի սազում ոչ հայ առաքելական եկեղեցուն, ոչ էլ նաև որպես մեզ Հայաստանի Հանրապետությունը կառավարող խորհրդարան կամ գործադիր մարմին։ Թեման շարունակեց Աննա Գրիգորյանը։ Արդյոք հանձնաժողովի նախագահի տեխնատուն նույն տրամաբանությամբ է մոտենում եւ որևէ քայլ կձեռնարկի, որ թույլ չտրվի Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը եւ հայկական ինքնության մաս հանդիսացող մյուս կոթողներն ավերվեն կամ անվանվեն աղվանական։ Եթե իմ գործում ստանձնելիք պաշտոնը վերաբերելի լինի այդ հատվածով, ես բնականաբար կբարձրաձայնեմ դրա մասին, կբարձրաձայնեմ այն շրջանակում, որը որ մեր կառավարությունը հայտարարել, բայց Տիկին Գալստյանը այստեղ է, մենք միասին ուղղափառության հանձնաժողովում ենք, ես առիթներ ունեցել եմ այդ թվում 21 թվականից հետո ձեր մատնանշած հարցերը բարձրաձայնելու։ Բայց ես հիմա ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը ու եթե նորից եմ ասում իմ աշխատանքի շրջանակը դա ենթադրի, բնականաբար որևէ գնահատական տալուց զերծ չեմ մնա։ Արման Եղոյանը Սփյուռքի դերին ու նշանակությանն անդրադարձավ։ Միֆ համարեց կարծիքը, թե որքան ուժեղ է Սփյուռքը, այնքան ուժեղ է Հայաստանը, եւ հակառակը, որքան ուժեղ է Հայաստանը, այնքան ուժեղ է Սփյուռքը։ Զուտ ֆիզիկապես Սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ու միայն Հայաստանից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից արտագաղթի, այսինքն իրենց մոտ ներգաղթի ալիքների հետևանքով։ Երբևէ որևէ գաղթօջախ հայկական չի հզորացել իր բնական սերնդափոխության հետևանքով։ Կարող է ուրիշ սփյուռքերում, կարող է հիմա դուք ուրիշ օրինակներ գտնեք, որտեղ դա հնարավոր է, բայց հայկական սփյուռքում չի եղել։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է թե ասեն, որ Հայաստանը պետք է թուլանա, որովհետև ուրիշ ճանապարհ սփյուռքի հզորանալու չկա։ Ոչ, ընկերներ, հակառակը պետք է լինի։ Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով սփյուռքը կթուլանա եւ Հայաստանը կհզորանա։ Այլ ճանապարհ ուղղակի չկա։ Սփյուռքը ամբողջություն չէ, հավելեց Եղոյանը։ Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար։ Զանգես եւ Սփյուռքը քեզ պատասխանի իր ամբողջ քաշային կարգով, ասի իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին։ Ո՞վ է այդ հեռախոսահամարի կրողը։ Ես պատկերացնում եմ, թե Հնդկաստանում, Իռլանդիայում, Իսրայելում ինչ տարակուսանք կապրեին պարոն Եղոյանի ելույթը լսելիս, որովհետև Սփյուռքը այդ երկրների համար մեծագույն զենք է։ Զենք է նաև Հայաստանի համար։ Երբ որ ասում եմ, որ Սփյուռքը զենք է, ակամայից հիշում եմ, թե ինչպես էին Սփյուռքի դաշնակցական որոշ ներկայացուցիչներ հարձակվում արտերկրում Հայաստանի արտգործնախարարի վրա, Հայաստանը ներկայացնող դեսպանների վրա, ու ակամայից ուզում եմ հարց տալ, այդ դաշնակցական Սփյուռքը որ զենք է, ում ձեռքում է այդ զենքը։ Բուհերը շարունակում են մնալ քաղաքականացված։ Կառավարման մարմիններում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ չլինելու խոստումներին անդրադարձան ընդդիմադիրները։ Հեղափոխության այդ խոստումը կատարված չէ։ Արայիկ Հարությունյանը արձագանքեց, սկզբում այդպես էլ անում էին, եւ դա շանս էր, որ նախորդ 30 տարիներին բուհեր մտցված կեղտոտ ձեռքերը հետ քաշվեին, բայց այդ ձեռքերը սկսեցին միջամտել բուհերի աշխատանքին, փորձում էին զավթել բուհերը։ Իշխանությունը ստիպված է եղել փոխել մոտեցումը, բուհերը զավթումից փրկել համար։ Նորից կառավարման մարմինների ղեկավարումը ստանձնելը միջանկյալ լուծում է, բայց օրենքով ժամկետ է ամրագրված։ Բուհերի խոշորացումից հետո դրանց քաղաքականացվածության հարցն էլ կլուծվի։ Մենք 2018-ին հարգելի ԿՊԱ-ական գործընկերներ, այնուամենայնիվ պետք է նախկին իշխանությանը գնահատական տայինք եւ օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցություններին, որպեսզի հիմա մեզ ազատեինք այն տեսակի քաղաքական ուժերից, որոնք գոյություն ունեն։ Սա մենք պետքա ֆիքսենք, բայց ես շատ մեծ հույս ունեմ եւ վստահ եմ, որ հատկապես գործադիրը միջոցներ ձեռք կառնի, որ մինչև 2031 թվականը մենք այդ իրավիճակից կձերբազատվենք։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայաստան խմբակցությունն առաջադրեց Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Քանի որ պատիվ ունեմ ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուին, նորից պետք է բարձրաձայնեմ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարումը,
քաղբանտարկյալներին եւ նորից կրկնեմ, այս ազգային ժողովը լեգիտիմ չի, քանի որ աշխատանքներին զրկված է մասնակցել այս իշխանության կամակատար դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ գտնվող մեր գործընկեր Արթուր Սարգսյանը։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Մանուկյանն ասաց, գայթակղությունը մեծ էր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացնել Արթուր Սարգսյանի թեկնածությունը, բայց նա կարծիք է հայտնել, որ ավելի լավ է գործելու հնարավորություն ունեցող նախագահ ունենա հանձնաժողովը։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, Լուրեր։